Լավ, ինչպես է հնարավոր, որ ընտրություններում 49% հավաքած ուժը, որը փաստացի ունի 50+1% վստահություն ժողովրդի, ձևավորում է իշխանություն ու ստանում 64 մանդատ, այդ ինչ թվաբանություն է։ Մենք այդ ամենը հիմա կհաշվենք, սիրելի բարեկամներ, այս ընտրական համակարգը կհասկանանք, այս արժի կոստյումը, որի մասին շատ են խոսում, դա այնքան խճճված թվաբանություն է, որ շատերը նույնիսկ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են, վերլուծաբան են, շփոթվում են եւ սահմանադրագետների կարիքն է զգացվում։ Մինչ այդ ես կհորդորեի նայել իմ այն տեսանյութը, երբ ընտրություններից առաջ ես կանխատեսում էի, թե ինչպիսի արդյունք կարող է լինել։ Շեշտելով, որ այդ արդյունքները մեծ հաշվով կարող է ցանկալի, ուրախալի, սպասելի չլինեն ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար եւ այդպես էլ եղավ։ Նիկոլ Փաշինյանը հռչակում էր, որ իր նպատակն է ձևավորել սահմանադրական մեծամասնություն, նա չստացավ սահմանադրական մեծամասնություն։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք գնա։ Իսկ ընդդիմության հիմնական առաջնորդները ասում էին, որ իրենք են հաջորդ վարչապետը, բայց իրենք չդարձան հաջորդ վարչապետ։ Այդ պահը լսենք, հետո կշարունակենք եւ ես ձեզ ցույց կտամ այդ դոնթի բանաձևը, ինչպես է 49%-ը դառնում 64 մանդատ, ինչպես է ընդդիմության 23%-ը դառնում 28 մանդատ։ Եվ գիտեք, կարող է այնպիսի անակնկալ իրավիճակ ստեղծվի, որ թե իշխանության համար լինի, այսինքն Նիկոլ Փաշինյանի թիմի համար լինի անակնկալ, թե ընդդիմության։ Հաշվարկը տեղի ունենում այնպես, որ պատգամավորական մանդատների 100%-ը բաշխվում է ըստ քվեների ստացած, այսինքն այնպես չէ, որ ժողովուրդը եթե 30%-ով ընտրեց Փաշինյանին, ուրեմն 30% մանդատ է ստանալու, ոչ, այդ 30%-ը կարող է դառնալ 50, օրինակ, եթե մասնակցությունը քիչ լինի եւ ընդդիմությունն էլ համամասնորեն քիչ ստանա։ Այսպիսի նրբություններ կան մեր օրենքով եւ այդ օրենքը կարող է ի վերջո, ինչպես ասում են, չար կատակ խաղալ թե այսօրվա իշխանության եւ թե ընդդիմության հետ։ Եվ այդ չար կատակը դուք ինքներդ եք խաղալու։ Եվ մասնակցությունը որոշելու է ամեն ինչ, նաև մասնակցության որակը իհարկե։ Հետևաբար բոլորը անհանգիստ են։ Խնդիրը իրավաբանորեն ինչն է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր ստեղծել մի համակարգ, երբ եվրոպական իբր փորձից ելնելով ձևավորվում է կայուն մեծամասնություն։ Դա սահմանադրական նորմ է, այսինքն ցանկացած ընտրության արդյունքում պետք է ձևավորվի կայուն մեծամասնություն։ Եվ ձայները հաշվարկվում են շեմը հաղթահարած ուժերի տոկոսները բաշխելով 100%-ի մեջ։ Հիմա տեսեք, ԿՊ-ն ստացել է 49.7%։ Ուժեղ Հայաստանը ստացել է 23.2%։ Իսկ Հայաստան դաշինքը Քոչարյանի եւ Դաշնակցության հետ միասին ստացել է 9.9%։ Գումարը կազմում է 82.8%։ Մնացած տոկոսները ըստ էության փոշիանում են, բայց հաշվարկը մանդատները բաշխելուց հաշվի առնում ոչ թե այդ 82%, այլ դրանք բաշխվում, ցրվում են 100%-ի մեջ։ Եվ որպեսզի ստանան թիվը ինչ է տեղի ունենում։ 49.7%-ը բաժանում են 82.7%-ի, որպեսզի 100-րդականով պարզեն, քանի մանդատ է հասնում ԿՊ-ին։ Արդյունքում, ինչպես տեսնում եք, ստացվում է 61 մանդատ։ Նույնը համապատասխանաբար ընդդիմության դեպքում։ Ստացվում է 28 մանդատ եւ 12 մանդատ էլ ստանում է երրորդ ընդդիմադիր ուժը։ Բայց հետո ինչպես է ստացվում, որ այդ 61 մանդատը դառնում է 64, իսկ 28-ը դառնում է 29, որովհետև կա անձեռմխելի, ի սկզբանե պատրաստի, որ ընտրությունների արդյունքների հետ կապ չունի, 4 մանդատ պատրաստի դրած, որի անունը ազգային փոքրամասնությունների մանդատներն են, այսինքն դրանք այնուհետև բաշխվում են հաղթողների մեջ եւ 61 մանդատ ունեցող ԿՊ-ն օդից ստանում է 3 մանդատ բոնուս ազգային փոքրամասնություններից, քրդեր, եզդիներ, ռուսներ։ Մյուս մանդատը ազգային փոքրամասնության ասորիների մանդատը գնում է արդեն ուժեղ Հայաստանին եւ նա էլ 28-ից դառնում է 29։ Ահա այսպիսի թվաբանությամբ ձևավորվում է մեծամասնություն եւ Նիկոլ Փաշինյանը փաստացի ԿՊ-ն չունենալով նույնիսկ որակյալ մեծամասնություն 3/5, 61 մանդատ է։ 63 մանդատն է ապահովում որակյալ մեծամասնություն, 3/5-ը 105 մանդատի։ Օդից ստանալով այդ 3 մանդատը ձևավորեց որակյալ մեծամասնություն, բայց կրկին չունի սահմանադրական մեծամասնություն, այսինքն 2/3, որը 66 մանդատ է։ Հիմա ինչ է ստացվում, որ այս համակարգում հնարավոր չէ նույնիսկ երկրորդ փուլի անցկացում, որովհետև իշխանությունը պետք է հավաքի
45%-ից պակաս, ընդդիմությունն էլ հավաքի գումարը այնց հավելյալ 20-40%-ից ավել, այսինքն օրինակ երկրորդ ուժը պետք է հավաքի 25%, երրորդը 15%, որպեսզի չձևավորվի նվազագույնը 52% այն մեծամասնությունը, որը պետք է իշխանություն ձևավորելու համար։ Այդ ժամանակ նոր կանցկացվի երկրորդ փուլը, այսինքն տեսեք ինչքան է նվազեցված դրա հավանականությունը։ Եվ սա հատուկ է գծված անունը դնելով, որպեսզի Հայաստանում լինի կայուն մեծամասնություն։ Տեսեք, իսկապես տեսության մեջ ժողովրդավարության, հա, խորհրդարանական համակարգերում կա այդ խնդիրը, խորհրդարանական համակարգ առավելություն է տալիս կայունությանը, ստաբիլությանը, stability, լեգիտիմության համեմատ։ Նախագահական մեծամասնական համակարգերում կարևորը լեգիտիմությունն է, այսինքն ժողովրդի վստահությունն է։ Իսկ խորհրդարանական համակարգերում կարևորը կայունությունն է։ Դու կարող ես չունենալ ժողովրդի աջակցությունը, բայց մյուս ուժերի հետ ձևավորում ես իշխանություն, ստեղծելով թվացial լեգիտիմություն, որ իբր բոլորի ձայնը հաշվարկված է, տեսեք նույնիսկ ազգային փոքրամասնությունների կարծիքն է հաշվի առնվում։ Բայց արդյունքում ժողովրդի վստահությունը չվայելող ուժը հարաբերական, հա, տարբերությամբ ձայների ձևավորում է իշխանություն, կազմում մեծամասնություն։ Սա այն Սերժի կարած կոստյումն է, որը Նիկոլ Փաշինյանը հաճույքով է հագել, որի դեմ ինքը հեղափոխություններ անում, բայց ինքը մինչև վերջ հաճույքով հագել է։ Եվ այսօր սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնելու, բայց ոչ թե ընտրություններից առաջ, այլ հետո։ Նա երաշխավորված ընտրվում է, որ հետո անկախության հռչակագրից հրաժարվի, այլ ոչ թե բերի այնպիսի սահմանադրություն, որը իսկապես կապահովի ժողովրդի լեգիտիմությունը։ Ժողովրդի լեգիտիմությունը իսկապես ստանալու համար եւ նա ինքն էր իր խոսքում ասում, որ լեգիտիմ ժողովրդի լեգիտիմ քվեն դա 50+1%-ն է։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ 50% + 1 ձայն, այսպես ասենք։ 50% գումարած 1 ձայն, այսինքն այդ առավելությունը 50-ից ավելը։ Եվ նա ինքը փաստորեն հաստատում է, որ չունի լեգիտիմություն, որքան էլ չարչարվում է ընդդիմությանը մեղադրել դրանում։ Սա է այս արատավոր համակարգը, որը վերարտադրում է ինքն իրեն։ Եվ արդյունքում սոսնձված են մնում իշխանության ինչպես ՔՊ-ն, այնպես էլ Քոչարյանը եւ այդ ուժերը ընդդիմության։ Մեծ հաշվով փոփոխությունը միայն ուժեղ Հայաստանի մասնակցությունը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը թե ինչ կանի դեռևս բարձ չէ, այսինքն ինչ փոփոխություններ է բերելու դեռևս բարձ չէ, ինչ որոշումներ է կայացնելու։ Մանդատներից կհրաժարվեն թե չեն հրաժարվի, սա արդեն մյուս հարցն է, բայց սա է այս համակարգը, սիրելի ժողովուրդ, որը մեծ հաշվով առանց ձեր կամքի ձեզ պարտադրելով ստացել են։ Դուք ոչ մի վստահություն չեք տվել ոչ ՔՊ-ին, ոչ Փաշինյանին, ոչ էլ ընդդիմությանը։ Մեծ հաշվով այս ամբողջ համակարգը ունի լեգիտիմության ճգնաժամ։ Իսկ թե ինչ կարվի մանդատները վերցնել չվերցնելու դեպքում դա առանձին թեմա է, եթե հետաքրքիր է կանրադառնամ, թե վերցնելը ինչ էֆեկտ կունենա կամ իմաստը որն է կամ չվերցնելու իմաստը որն է։ Ես ուզում եմ, որպեսզի դուք այս պատկերը տեսնեիք, այս թվաբանությունը, թե ինչպես 49%-ը դարձավ 64%, որովհետև փոշիանում են չանցածները եւ անցածների քվեները բաշխվում է 105 մանդատի մեջ, առավելությունը տալով ամենաշատ քվե ստացածին։ Եվ նույնիսկ նորմեր կան, որ եթե նույնիսկ չի բավարարում այդ ձայները, արհեստականորեն ավելացվում են։ Օրենքը այնպես է, որ պետք է լինի նվազագույնը 101 պատգամավոր, բայց առավելագույնի սահման չկա։ ԿՊ-ն ցանկացած ճգնաժամային իրավիճակում կարող է որոշել, որ նվազագույնը 101 է, բայց քանի որ պետք է կայուն մեծամասնություն, դա սահմանադրական պահանջ է, մանդատների թիվը հասցնել 150-ի։ Այդպիսի խայտառակ օրենքներ, ընտրական համակարգ եւ սահմանադրությունը մեր երկրում, որը հնարավորություն է տալիս իշխանություն ունեցողին ուղղակի չարաշահել սեփական ռեսուրսները եւ վերարտադրվել։ Եվ եթե սահմանադրություն պետք է փոխվի, ապա պետք է փոխվի այս համակարգը, որովհետեւ մեր ժողովուրդը ավելի շատ պետք է վստահության կառավարություն, քան կայունություն, որովհետեւ կայունություն մենք այսպես թե այնպես չենք ունենում։ Կայունություն չկա, որովհետեւ չկա վստահություն։ Մեր մոտ մեր ժողովրդի մենտալիտետը ավելի շատ սազում է նախագահական կամ կիսանախագահական համակարգը, որտեղ ձայները որոշվում են մեծամասնության սկզբունքով։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք, կհանդիպենք։